Լարված քննարկումներն ազգային ժողովում շարունակվում են, փոխադարձ մեղադրանքներն ու վիրավորանքները ևս։ Ընդդիմությունն ու իշխանականներն այս անգամ արտահերթ նիստում էին քննարկում կառավարության ներկայացրած ծրագրերը։ Լարվածությունն աճեց, երբ դաշնակցական падգամավոր Գեղամ Մանուկյանն ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանին մեղադրեց ժամանակին Վազգեն Սարգսյանի դեմ ատելություն գեներացնելու համար։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ Որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասეთ։ Գլուխդ պատով տվեցիր։ Հայկական ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Մի հատ գնացեք մամուլը նայեք։ Սուտ խոսացիր որովհետև։ Մանուկյանի այս կոչին Ալեն Սիմոնյանն արձագանքից, ինչից հետո թեժ բանավեճ սկսվեց։ Ազգային ժողովի նախագահն էլ իր հերթին սպառնացողներին կոչ արեց գլուխները պատին տալ։ Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու։ Ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Տեսնում ենք արդեն։ Իմիջիալոց, մի սպառնում ես ինձ։ Դե հետո ասեց հա։ Գլուխները պատով եք տալիս, բոլորդ, ով որ կարա իրան թույլ տա սպառնի, ով կարա սպառնա, գլուխը պատով ա տալի, լավ անգստացի թող խոսենք։ Գեղամ Մանուկյանը որոշեց չլսել Սիմոնյանին ու լքեց նիստերի դահլիճը, բայց նրա հեռանալը չհուզեց ոչ Ալեն Սիմոնյանին, ոչ էլ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Նա հակադարձեց Գեղամ Մանուկյանին ու դաշնակցությանը կրկին մեղադրեց Արցախյան առաջին պատերազմում պատերազմի գնալու փոխարեն հրապարակում ակցիաներ անելու համար։ 90-ականներին, երբ որ Ղարաբաղում հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում այսօրերի նման եւ պահանջում էր այն ժամանակվա իշխանության հրաժարականը եւ այն ժամանակվա իշխանությանն էր ասում դավաճան։ Ու քանի որ արտահերթ նիստի օրակարգն արդեն էական չէր, խորհրդարանականները սկսեցին քննարկել իրական ու պատմական Հայաստանի գաղափարական տարբերությունները։ Հետո ամեն դեպքում վերադարձան օրակարգին, հեռուստաընկերության եւ ռադիոյի հանձնաժողովի գործունեությանը։ Գեղամ Մանուկյանն անդրադառնալով վերջին տարիներին հայկական հեռուստաընկերություններում հեռարձակվող մեդիա բովանդակությանը, կոչ արեց վերանայել այն ամենը, ինչ կապ ունի այսպես կոչված պատմական Հայաստանի հետ։ Բայց Տավրոսը չէ որ պատմական Հայաստանի մաս է։ Ուրեմն համերկացրաներում արգել եք քելել աղոք քելեր թանք մրերգիր երգը, արգել եք հնչի կոմիտասի կռունկը, որ խապիկի է սպասում։ Եվ հենց այս հիշողության ուժով, հայրենիքի ոգով, ինչպես ամեն տարի, այնպես էլ երկորիդ, հայ երիտասարդը հիշողությունը չկորցրած հայ մարդը ջահերով, ծաղիկներով, քայլելու է դեպի Տիտեռնակաբերդ, հիշելու մեր նահատակներին, դատապարտելու եւ պահանջելու պատասխանատվության ենթարկել ցեղասպանին, որ այլևս չկրկնվի այն ինչ տեղի ունեցավ 1915 թվականին։ Վերջում Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, ընդդիմությունն իշխանություն չի ուզում վերցնել, նրանց միակ նպատակը հաջորդ տարի եւս խորհրդարանում ներկայություն ունենալն է։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։